Հայը Արշիլ Գորկի, Ոստանի Կադոյան, ծննդավայրը գյուղ Խորգոմ, Արևմտյան Հայաստան, գեղանկարիչ, պատգամը ունեցեք պատասխանատվության զգացում ու սեփական անձի հանդեպ պահանջկոտություն, մարդկության համար պայքարելու ձգտում։ Գորկին ամերիկյան, ինչպես եւ միջազգային արվեստի վառ ներկայացուցիչ է։ Նա ինքնուրույն վերելք է ապրել, հենվելով արդիական արվեստի ընթացքը պայմանավորած ուղղություններին։ Գաղտնիք չէ սակայն, որ աշխարհի կողմից ճանաչված յուրաքանչյուր արվեստագետի օրանը իր հայրենիքն է։ Իբրև հայրենաբաղ զավակ Գորկու արվեստում արտացոլվել են մայր երկրի անմոռաց հիշատակներն ու այրող կարոտի ներշնչած խոսուն զգացումներն ու պայծառ գույները։ Արշիլ Գորկու համար սկսվում է ստեղծագործական նոր շրջան։ Մինչև 1938 թիվը կարելի է ասել, որ նա հետևեց եվրոպական նկարչության բոլոր սկզբունքներին և մոտեցավ սյուրռեալիզմին։ Ինչ է սյուրռեալիզմը։ Գեր իրապաշտությունը։ Դա գալիս էր, դա կարելի ասել պարգևն էր, դառն պարգևն էր 1915 թվականի ահավոր ուրեմն առաջին համաշխարհային պատերազմի։ Եվ դա նույն ժամանակ զուգահեռ հայ ժողովրդի ողբերգությունն էր, մեծ եղերն էր։ Արշիլ Գորկին իրապես հին հայ մներ, նա գրում էր հայ ժողովրդի ձիները, գեները, նա իր մեջ անպարել էր ոչ միայն իր կյանքի փորձառությունը, այլ մեր պատմության, հայոց պատմության բոլոր շերտերը, ընդհանրապես մեր ցեղի ճակատագիրը եւ բարձրաց, որ նա իսկապես շատ հին հայ մներ եւ իր արվեստը գալիս է մեր ցեղային ակունքներից։ Գորկին անսահմանափակ գիտելիքների տեր էր, ամերիկյան պատմության խոշոր գիտակ։ Բազում անգամներ է մամուլը գրել, որ Արշիլ Գորկու, Պոլոկի եւ Մատի շնորհիվ է, որ ժամանակակից գեղանկարչությունը զարգացման նոր ուղիներ գտավ եւ որ Գորկին ժամանակակից ամերիկյան արվեստի եւ նյույորքյան նկարչական դպրոցի հիմնադիրն է։ Ամերիկայում 40-ական թվականները անվանում են Գորկու շրջան։ Գորկին առանց բացառության մեծ ազդեցություն է թողել Ամերիկայի բոլոր խոշոր նկարիչների վրա։ Արշիլ Գորկու ստեղծագործական բարձր շրջանը կարելի ասել իր արվեստում վերելքը դարձավ գագաթ։ Գագաթ, որովհետև աբստրակտ նկարիչներ շատ կան։ Աբստրակտ ուղղություն շատ տարածված է աշխարհում։ Բայց ինքը վերացական ձևերով պատկերներ ստեղծելով կարողացավ հասնել գեր զգացմունքայնության։ Եվ դրա համար իր արվեստը այդ վերջի 10 տարվա ամբողջ ստեղծագործական կյանքը անվանվեց ուրեմն աբստրակտ սյուրռեալիզմ։ 1967 թվականին ֆրանսիական մամուլը գրեց. Գորկին միակն է, ով կարողացավ ամերիկյան գեղանկարչությունը եվրոպական մակարդակի հասցնել։ Լույսին զուգահեռ իբրև լույսից եկած դակնապ դրսևորվել է նաև իր մանկապատանեկան հիշողությունները, որոնք ոչ թե մանկապատանեկան հիշողությունների տպավորություններն են, այլ մանկապատանեկան հիշողությունները իրեն հուշել են իր հազարամյա անցյալը, որ ենթագիտակցաբար դարերայնորեն, ինչպես ասեցի, դրսևորվել է իր գտավներում վրա։ Ալեն Ջուֆրին գրել է. խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին։ Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո։ Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք։ Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության, գեղանկարչության։ Եվ ահա, երբ մենք նայում ենք Գորկու
Պիկասոյական տպավորություններից ստեղծված նկարները, այդ նկարների մեջ անշուշտ տեսնում ենք 30-ական թվականների Եվրոպայում տարածված այդ ուղղության ուրեմն լրիվ ուրեմն պատկերները եւ միաժամանակ տեսնում ենք այնպիսի նկարներ, որոնց մեջ զգացվում է այն ապրումները, որ նա բերել էր կամ միշտ ապրում էր իր մանկության հիշատակներով։ 1948 թվականին քրոջը Վարդուշին ուղված նամակներում Արշիլ Գորկին գրում էր, որ հոգնել է Ամերիկայից։ Գտնում է, որ իրեն այստեղ չեն հասկանում, չեն գնահատում իր արվեստը։ Գորկին իսկական հայ էր, սիրում էր մայրենի լեզուն եւ նվիրված էր հարազատ արվեստին, պաշտում էր Հայաստանը եւ միշտ ասում էր. «Մի օր ես հայրենիք կվերադառնամ, սակայն միայն այն ժամանակը, երբ ամուր կանգնած կլինեմ ոտքերիս վրա, որպեսզի փառաբանեմ հայրենիքս», չհասցրեց, բայց փոխարենն այն փառաբանեց իր արվեստով։ Մեր մանրանկարիչները, երբ որ նստել են այդ խուցերի մեջ, Բադուհանի աղոտ լույսերից եւ կամ մոմի աղոտ լույսի դակ նկարազարդել են մեր մակաղատները, մեր մադյանները, նրանք այդ մադյանների մեջ թեգուզ ենտակի դակցապար դարեր այնորեն տրել են իրենց հոգեմտավոր լույսը եւ այդ լույսի հետ եկել է դրսևորվել է դակնավը։ Մանրանկարների, գերբարների, սուրբերի գերբարների աչքերին երբ նայում ենք, այդ նույն դակնաբահար գերբարներն են, ինչ որ պատկերել է Արշիլ Գորկին, ինք իրեն, իր քրոջը, քույրերին եւ կամ իր մորը։ Դրանք երբեք կապ չունեն Պիկասոյի դակնաբահար աչքերի մեջ, ընդհանրապես ինչպես որ ասեցի, ինք Պիկասոն է, որ օգտվել հայկական մանրանկարչությունից, ինչպես օգտվել է հին հունական մշակույթից, աֆրիկյան ժողովրդական մշակույթներից եւ այլ մշակույթներից։ «1941-ին Գորկին ամուսնացավ Ագնես Մակրուդերի հետ։ Գորկին միշտ էր սառը մեկուսացում էր ապրել քաղաքում, որտեղ իրեն աքսորված, տեղահանված էր զգում։ Միայնակ օտարների շրջապատում։ Ես սիրում եմ ջերմությունը, քնքշությունը, ուտելիքը, հյութալիությունը, բուրումնավետությունը, միայնակ մարդու երգը։ Սիրում եմ ցորենի դաշտերը, Գութանը, Ծիրանը, Ծիրանի ձևը, արևի սիրախաղերը», կրկնում էր նա։ 1940-ական թվականներին Արշիլ Գորկին սկսում է նոր վերելք ապրել։ Եվ այդ վերելքը իհարկե առնչված էր իր ամուսնության հետ։ Ինքը ամուսնացավ ամերիկացի ուրեմն տիկնոջ աղջկա հետ, ունեցավ 2 դստրեր եւ իր տիկնոջ հետ միասին գնաց այն շրջանը Վիրջինիա կոչվող, որտեղ ապրում էին կնոջ ծնողները։ Եվ այդ Վիրջինիան հայտնի է որպես բնության գեղեցկությունների օրան։ Եվ երբ այդ շրջանի 42-43 թվականների գործերն ենք նայում, տեսնում ենք, թե նա ինչպիսի արագությամբ անընդհատ այդ բուսականության մեջ պատկերներ է ստեղծել։ Կարծեք, թե իր բնության, իր մայրենի երկրի բնության գեղեցկությունները նա տեսնում էր այդ բուսական աշխարհում, որ Նյու Յորքում չէր տեսել։ 1943-ին Գորկու կատարած գծանկարները հիմք ծառայեցին իր ուշ շրջանի կտավների մեծամասնության համար։ Այդ ժամանակվանից սկսած պատկերների եւ ոճի նոր զարգացումներն իրենց առաջին մկրտությունը ստանում էին գծանկարներում, իսկ 1-2 տարի անց հայտնվում կտավներում։ Հաճախ հանրագումարի բերելով գծանկարներում պատկերվածը փոխանցում էր կտավին առանց որևէ բան ավելացնելու կամ պակասեցնելու։ Գորկին գծանկարը համարում էր նախնական պլան կամ ծրագիր եւ ճշգրտորեն հետևում էր այնտեղ նշված բոլոր կետերին։ Արշիլ Գորկին ինքնուրույն էր, ստեղծեց նոր արվեստի դպրոց, դարբեր անվանումներ են տալիս այդ արվեստի դպրոցին, օտարները գոչում են action painting, գործող կամ շարժուն նկարչություն, բայց ես դա անվանում եմ
հայլոզոիզմ, ոգեբաշխություն, ինչի համար։ Հայլոզոիզմը այն էր, որ հին աշխարհում, նաև հայերի մոտ, մասնավորապես հայերի մոտ, հավատում էին, որ գեդը անձնավորություն է, անդարը անձնավորություն է, քարը ապրում է, շնչում է։ Մենք հավատում էինք, որ սոցիալ անդարի մեջ ոգիներ են ապրում, ինքը անդարը իբրև անձնավորություն էինք ընդունում։ Արշիլ Գորկին թե անձնավորում էր առարգաները գիսավերական վիճակի մեջ եւ թե միևնույն ադեն ինքը կյանք էր տալիս դրան։ Գորկու 1945 թվականի ցուցահանդեսից հետո հրատարակված ալբոմի նախաբանում Բրետոնը գրեց. «Այստեղ առաջին անգամ բնությունը հանդես է գալիս որպես գաղտնագիր։ Մեր առաջ բոլորովին նոր մի արվեստ է, հակոտնյա մերօրյա հակումներին, որոնցում նորաձևությունը շփոթմունք է առաջացնում, կամ որոնք սյուրռեալիզմի պատրանք են ստեղծում ոճի սահմանափակ եւ մակերեսային օգտագործման հետևանքով։ Այստեղ մեր առաջ ամենաազնիվ էվոլյուցիայի վերջակետն է»։ Արևաբաշտ եւ քրիստոնյա լինելուց առաջ եղել ենք լուսաբաշտ, ունեցել ենք լույսի աստված, մեհր է, որ արևելքում ջանցված է միհր եւ հին արևելյան մշակույթների մեջ գրեթե բոլորի մեջ գոյություն ունի այդ լույսի պաշտամունքը, սակայն մեր բարակային լուսադուները, արևը, լուսինը, մոլորակները եւ աստղերը ոչ թե իրենք են, որ լույս են ծնում ֆիզիկապես, այլ իրենք ծնվել են լույսից, լույսի աստուծուց, որովհետև մեր բարակային լույսը, լույսի պաշտամունքը ունեցել է հոգեմտավոր խորհրդանշական նշանակություն։ Դրա համար եւ քրիստոնեությունը եկավ, հայտարարվեց, որ Աստված լույս է, Քրիստոսը լույս է, եւ Քրիստոս դարածում էր հոգեգան, ներքին հոգեմտավոր լույսը ավելի, քան ֆիզիկական լույսը, որ գալիս էր արևից։ 1946-ի հունվարին հրդեհը հողին հավասարեցրեց Գորկու արվեստանոցը, ոչնչացնելով մոտ 30 կտավ, որոնցից կեսը նա վրձնել էր նախորդող 9 ամիսների ընթացքում։ Ոչ մի կտավ կամ գիրք չփրկվեց։ Այս դեպքին հետևեցին ստեղծագործական հարուստ 2 տարիները։ Նկարիչը կարծես զգում էր, որ իրեն քիչ է մնացել ապրելու եւ խտացնում էր կարճ ժամանակի մեջ մի ամբողջ կյանքի անելիքը։ Այս համար գրում է նա 1946-ի աշնանը. «Ես ավարտեցի բազում գծանկարներ, 292 հատ, երբեք այսքան շատ գործ չէի արել, եւ դրանք լավն են»։ Իր արվեստանոցում տեղի ունեցավ հրդեհ եւ պատկերացրեք միայնակ այդ ապրող անընդհատ աշխատող արվեստագետը տեսնի այդ մոտ 3 տասնյակից ավելի գործեր, որոնք զոհ գնացին այդ հրդեհին։ Ուրեմն մեկ կողմից կարելի է տեսնել որոշ երջանիկ պահել իր կյանքում եւ ահա սկսվեց ողբերգական պահեր իր կյանքում։ Այդ շրջանում է, որ նա ստեղծում է իր մորը նվիրված մի գործ, նույնպես վերացական, որ կոչվում է «Ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքում»։ Շատ հաճախ նա նկարում էր մինչև առավոտյան 3-4-ը։ Դժվար չէ հասկանալ իր գրածը։ Եթե իմանայի, որ այսքան հոգնեցնող, մարդուն ուժասպառ անող աշխատանք է նկարելը, չէի ընտրի որպես մասնագիտություն։ Բայց հոգ չէ։ Դա երևի իմ ճակատագիրն էր։ Ես ծնված էի դրա համար։ Նա հիանալի կարողանում էր կատարել մի ձեռքով, մի մատիտի, մի հպումով Էնգրի կամ Պիկասոյի տիպի հոյակապ դիմանկարներ, այսինքն ինքը ինչպես հոյակապ նմանակումներ կարող էր անել եւ շատ դժվար կարելի էր տարբերակել, Պիկասոյի գործօրինակ Գորկու աշխատանքից, նաեւ նույնպես կարող էր շատ ինքնատիպ, հենց տիպիկ գորկիական դիմանկարներ եւ աբստրակցիաներ կատարել։
Աշիլ Գորկու մասին տպագրվել են մենագրություններ, վերլուծական պատկերագրքեր, բազմաթիվ հոդվածներ։ Նկարիչը ներկայացվել է արվեստի պատմության հատորներում, հանրագիտարաններում։ Գորկու ինքնատիպ գործերի արժեքը միջազգային աճուրդատաներում ներկայումս հասել է մի քանի միլիոն դոլարի։ Աշիլ Գորկու նկարները չեն կենտրոնացած մի տեղ։ Դրանք ցրված են ամբողջ աշխարհով եւ բայց մեծամասամբ գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վիտնի թանգարան, Արդի արվեստի թանգարան Նյու Յորքում, վերջերս շատ ցուցահանդեսներ կազմակերպվեցին նվիրված Գորկու անհատական ցուցահանդեսներին, դա Պոմպիդու կենտրոնի ցուցահանդեսներ եւ վերջին երկու ցուցահանդեսները, որ տեղի ունեցան Տեյթ թանգարանում, Անգլիայում, Լոնդոն եւ ուրեմն Լոս Անջելեսի թանգարանում։ Աշիլ Գորկի ձևափոխողը, Թայմ հանդես, արվեստաբան քննադատ Ռիչարդ Լակայոն։ Ամերիկյան արվեստի աշխարհում կա արդյոք Աշիլ Գորկու հետ համեմատվող մեկ ուրիշ կենսագրություն։ Նրա կյանքի կորն անցել է պայքարի, բացահայտումների եւ ողբերգության միջով։ Սկսել է դանդաղ, հետո արագ, դարձել է ապշեցնող, իսկ վերջում կործանիչ։ 1948-ին Աշիլ Գորկին ստեղծեց 20-րդ դարի նշանավոր կտավներից մի քանիսը։ Դա երկար կյանք չէր, բայց լի էր անմար կրակով։ Իր մասին գրվել են բազմաթիվ գիրքեր, բազմաթիվ հոդվածներ, հատկապես օդար արվեստաբանների, օդար ուսումնասիրողների կողմից։ Շատ բարձր է գնահատվել իր արվեստը, սակայն դրանց մեջ ինձ թվում է ամենեն հատկանշականը կամ արժեքավորը Անրե Բրետոնի կարծիքն է։ Անրե Բրետոնը գերիրավաշ սյուրռեալիստ արվեստի դեսության ձևավորողը եւ ներկայացնողն էր։ Նա ասում է, որ Աշիլ Գորկին Նյու Յորք քաղաքում երբևիցե ստեղծագործող մեծագույն արվեստագետն է։ Սա փոքր գնահատանք չի։ Դա գիտեն օդարները, ճապոնցիները ավելի գիտեն օրինակի համար, քան մենք հայերս։ 1948-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կոտրվում է նկարչի ուսոսկրը եւ Աշիլ Գորկին կորցնում է նկարելու կարողությունը։ Ամուսնուն թողնելով այդ վիճակում նրանից հեռանում է կինը, հետը տանելով երկու զավակներին։ Այսպես կտրվում են կյանքի հետ նկարչին կապող բոլոր թելերը։ Գորկին հայտնի պատկերասրահի տնօրեն Լևիի հետ ուրեմն մեքենայով գնում էր եւ ուրեմն մեքենան ուրեմն խփնվում է եւ այդ խփնվելու ժամանակ ուրեմն կորցնում է իր ուսի ոսկորն է կոտրվում։ Եվ հիմա պատկերացրեք, որ ինքը այդ շրջանում էր, որ ստեղծել է իր ամենանշանավոր գործերը, որոնք կոչվում են Գութանը եւ Երգը, Արորը եւ Երգը։ Այդ գործերը մինչև այդ ողբերգությունն էր։ Եվ մենք հիմա երբ նայում ենք այդ գործերը, պատկերների մեջ կարելի է տեսնել հողի, գաղափարի եւ տրամադրության ընկալումը, որտեղ Արորի շարժումները զարմանալի կերպով ձուլվել են հողի հետ։ Ահա այդ գործերը իհարկե դարձան նրա վերջին գլուխգործոցները։ Աշիլ Գորկին հրաժեշտ տվեց կյանքին, Ամերիկային, Հայաստանին, երկրին, որին նա պաշտում էր։ Հայկական սարերն ու երգերը նրա համար միակ խթանն էին, իսկ մայրենի լեզուն օգնում էր մտածել, վիճել գեղեցիկի մասին։ Հատվածներ էր երգում անուշ օպերայից, խնայում էր սննդի փողը, որպեսզի հայ գրողների գրքերը գնի։ Այդ հրդեհից հետո նա նաև նկարում է կորած սիրելիներ անվանվող մի քանի աշխատանքներ, որոնք մութ գույներով է նկարում, որտեղ նույնպես ձևերի շարժումների եւ գույների մեջ կարելի է զգալ այդ ծանր, այդ տխուր, դրամատիկ ապրումների արտահայտությունը։ Գորկին մահացավ ավելի վաղ, քան կարողացավ իրագործել իր երազանքը՝ վերադառնալ Հայաստան։ Մահացավ միայնության մեջ։ Այսպես ավարտվեց 46 տարեկան հասակում ուրեմն Աշիլ Գորկու կյանքը եւ իր ամենավերջին գործը
եղավ ուրեմն անանուն ոչ անվանված ուրեմն մի նկար, որը դեռ կիսատ մնաց, բայց երբ մենք նայում ենք այդ նկարը, տեսնում ենք կարծեք խաչելության տպավորություն։ Մեծանուն հայը, աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին անձնասպան եղավ թողնելով հետևյալ գրությունը. Մնաք բարով, սիրելիներ։ Արշիլ Գորկին որպես ինքնատիպ արվեստագետ սկսեց գնահատվել եւ բարձր գնահատական ստացավ իր մահից հետո։ 1953 թվականից հետո էր, որ սկսեցին իր մասին գրել։ Եվ առաջին գրողը, լավագույն գրողը եղավ իր աշակերտուհին։ Դա ուրեմն Շվաբահերն էր, որը սքանչելի գրեց իր ուսուցչի մասին եւ դա հիմք դարձավ հետագայում նոր ուսումնասիրությունների համար։ Արշիլ Գորկին իսկական հայ էր, սիրում էր մայրենի լեզուն եւ նվիրված էր հարազատ արվեստին։ Պաշտում էր Հայաստանը եւ միշտ ասում էր. «Մի օր ես հայրենիք կվերադառնամ, սակայն միայն այն ժամանակ, երբ ամուր կանգնած կլինեմ ոտքերիս վրա, որպեսզի փառաբանեմ հայրենիքս»։ Չհասցրեց, բայց փոխարենն այն փառաբանեց իր արվեստով։